Ասում են ինքդ քեզ սիրիր։ Մարդը չի կարող ինքն իրեն սիրել, որովհետև նա շատ վերքեր ու ցավեր ունի, որովհետև նրան շատ վիրավորել են։ Քեզ վիրավորում է այս աշխարհը, որի իշխանն է Սատանան։ Քեզ նեղացրել են, ցավ են պատճառել, վիրավորել են, ծաղրուծանակի են ենթարկել։ Իսկ Հիսուսը եկավ, այդ ծաղրը իր վրա վերցրեց։ Նախ դու պետք է գաս Հիսուսին, որպեսզի այդ բոլոր վերքերը, ինչ որ քեզ ցավացրել են, նա մաքրի, սրբի եւ վերցնի իր վրա։ Գեցեք, Հայր Աստծո սերը երբ գալիս է, լցվում է քո մեջ, քո այդ պարապությունը, դատարկությունը լցվում է։ Դու տեսնում ես, թե ինչքան ընդունված ես դու երկնքում, դու զգում ես, թե ինչքան կարևոր ես Հայր Աստծո համար։ Ինչպես կարող ես դու ինքդ քեզ սիրել։ Ես չեմ հավատում այդ սիրուն։ Ես ինքս փորձել եմ դա անել, բայց դա երբեք չի եղել։ Այո, ես ինձ ցույց եմ տվել դրսևանց, որ ես ինքս ինձ հարգում եմ, ինքնագնահատականս բարձր է, բայց իրականում իմ ներսում փտած էր ամեն բան։ Ես իմ ներսում լացում էի ու միշտ երանի էի տալիս ուրիշ մեկին, սրան էի երանի տալիս։ Մինչև այս վերջերս էլ կային այդպիսի բաներ, բայց ամեն անգամ ես այդ սուտ երանելիները տալիս էի Աստծուն եւ Աստված ցույց էր տալիս, որ ես եմ երանելին։ Ինչու գիտեք, որտեղ ես ինչ որ սրտի խորքում խնդրել եմ Աստծուց, նա տվել է ինձ։ Ինչ որ երազել եմ, նա արել է ինձ համար։ Ու ես նայում էի Աստծուն, ու ասում էի. Տեր, ես հիմա եմ հավատում, որ չափ բարի ես դու իմ հանդեպ, որ չափ սիրում ես դու ինձ։ Ես այդ սերը ընդունում էի եւ իմ ինքնագնահատականը բարձրանում էր ամեն անգամ։ Գիտեք ինչպես էի զգում իմ ինքնագնահատականը բարձր էր։ Երբ ինձ վիրավորում էին, ես չէի վիրավորվում։ Այո, այդպես է չափվում ինքնագնահատականը։ Ու ես կարողանում եմ այդ վիրավորող մարդուն սիրել։ Այ դրանից հասկանում եմ, որ Սատանայի բերած վիրավորանքները իմ սիրտը չեն մտնում։ Երբ որ ինչ-որ մեկը սկսում էր հպարտանալ ինքն իրեն ցույց տալու համար, ես սիրում էի այդ մարդուն եւ չէի արհամարհում։ Իսկ առաջ այդպես չէր։ Ես սկսում էի մրցակցել այդ մարդու հետ, սկսում էի չափվել այդ մարդուն, սկսում էր իմ մեջ բարձրանալ այն բանը, որ ես հեսա կհարստանամ ու քեզ ցույց կտամ, թե ես ով եմ։ Այդ ցանկություններն էին բարձրանում, կամ ես հեսա մի լավ բան կլինի իմ կյանքում, ես քեզ կփաստեմ, թե ես ով եմ։ Դրանք գնացին իմ մեջից, որովհետև Հայր Աստծո սերը եկավ եւ ինձ մաքրեց, սրբեց։ Սիրելիս, ես քեզ առաջարկում եմ, քայլ արա դեպի Հիսուսը, գրեք մեզ, մենք միասին աղոթք կանենք, մենք ունենք աղոթքի ժողովներ, մենք կարող ենք ձեր անունը գրել մեր աղոթքի մեջ եւ հատուկ աղոթել ձեզ համար, որպեսզի դուք ազատվեք այդ ջանքերից, ազատվեք այդ ես ինքս ինձ սիրեմ։ Դա անհնարին է։